Սիրուններս, բարի լույս բոլորիդ, հույսով եմ լավ եք, մենք նույնպես շատ լավ ենք ու սկսում ենք նոր օր ու նոր վլոգ ու մեզ միացած նոր հետևողների համար ասեմ, որ ես Լիաննան եմ, 32 տարեկան, ապրում եմ Գյումրիում, 2 երեխաների մայրիկ եմ ու վարում եմ իմ ընտանեկան վլոգը։ Դեն սիրուններս, ես ինչպես տեսնում եք նորից ձեզ ողջունում եմ դրսից, քանի որ գնում եմ խանութ, մի քանի գնումներ ունեմ կատարելու, գնամ խանութ կամ գործերս ավարտեմ ու երեխեքին խոստացել եմ, որ պիտի իրանց իջեցնեմ բակ ձնեմարկ պատրաստելու ու մի փոքր ձներով խաղալու, քանի որ ամբողջ գիշեր մեր մոտ ձուն է եկել ու շատ սիրուն ու փառթամ ձուն է նստել, այնպես որ այդ առիթը բաց չենք թողնում ու վայելում ենք, այսպես ասած։ Հիմա գնամ խանութ արագ գամ, որպեսզի խոստացածս իրագործեմ, թե չէ երեխեքը ինձ հանգիստ չեն տա։ Սիրուններս, ես նոր եկա խանութից տուն, հիմա ուզում եմ կիսվեմ ձեր հետ իմ փոքր գնումներով, արել եմ առօրյա գնումներ, ձետ, վերցրել եմ ամանի հեղուկ, զուկարանի թուղթ, մածուն, պանիր, ձու, նրբ երշիկ, կետչուպ, հետո էլ ինչ եմ վերցրել, ևս մի հատ զուկարանի թուղթ, մեկ էլ տոմատ եմ վերցրել, այստեղ վերցրել եմ սուրճ և կառայլոկներ ու լավաշ, այսպիսի փոքր գնումներ եմ արել, հիմա տանեմ ես ամեն ինչը դասավորեմ, ընթացքում կմիանամ։
Բարի օր բոլորիդ, հույսով եմ լավ եք։ Մեր մոտ արդեն 2 շաբթի է ու ես ու Նինուլիկս գնում ենք դպրոց։ Այսօր դաշ չեն անելու, նախագծային աշխատանք ունեն, էդ են հանձնելու միջոցառման տեսքով, հյուրեր են լինելու դասարանում։ Այդպես հիմա գնում ենք դպրոց, նախագծային աշխատանքը հանձնեն ու գանք տուն։ Անգելինային առավոտ եմ ճանապարհել մանկապարտեզ, այդպես, ընթացքում կմիանա։ Շանսոն երգիչներ և հայկական սպիրտի խորհրդանիշներ իր ամբողջների ձայնով ու երգով նա մինչև 10 տարեկան միայն դերասանական տաղանդով էր աշխին, հետո նրան գրավեց երաժշտությունը։ Սկզբում շահույթ մեջում են, քանի որ ձայնը թույլ է տեսքը ոչ բեմական, բայց դա վերածեց ուժի, երկար ժամանակ չէր կարողանում արտասանել բե հնչյունը, բայց երկար վարժանքներից հետո դա էլ հաղթահարեց։ Նա շատ չէր սիրում կատարել իր մասին հոդվածներ, որպեսզի չկորսնի անկեղծությունը։ Նա միշտ իր հետ գնում էր նոթատեքստեր բառերը գրելու համար։ Նա միշտ բեմ էր դուրս գալիս իր քաղաքաբեր թաշկինակով։ Նա երգել է 8 լեզվով, ունի 1200 ավելի երգ։ 1988-ի Սպիտակի երկրաշարժից հետո անմիջապես 1988-ի երկրաշարժից հետո մեծ օգնություն է կազմակերպել Հայաստանի համար։ Սիրուններս, ինչպես արդեն տեսակ, Նինուլիկս իր նախագծային աշխատանքը շատ լավ
շատ լավ անցկացրեց, այսպես ասած, թե ինքը, թե դասարանի մյուս երեխեքը շատ լավ էին պատրաստված, նախագծի աշխատանքի թեման նշանավոր հայերն էին ու երեխեքը ամեն մի գյուտարարի մասին բավականին մանրամասն ու ծավալուն ներկայացրեցին, մի խոսքով շատ լավ էր, թե տնօրինությանը դուր եկավ եւ թե մեր հյուրերին։ Այդպես եկանք տուն, մի փոքր հանգստացանք, հիմա էլ Անգելինայիս հետ այսպես գնում ենք բարի, որ 1 ժամ հետո էլ Նինուլիկը պիտի գա։ Գնանք արևս։ Ուր ես։ Հասեմ։ Գնացինք։ Դե ինձ սիրուններս, ինչպես տեսնում եք, ես առանձնացել եմ ննջարանում, որպեսզի մի փոքր ձեր հետ զրուցեմ, կիսվեմ իմ մտահոգություններով ու համել այս վլոգը հասցնենք իր տրամաբանական ավարտին։ Ու ինչի մասին եմ ուզում խոսել։ Իմ վլոգերի, որ ես տեղադրում եմ YouTube-յան հարթակում, ես նկատել եմ, որ ամեն անգամ, երբ YouTube-յան հարթակում վլոգ եմ տեղադրում, բավականաչափ մեծ դիտումներ ունեմ։ Այո, դա փաստում է այն մասին, որ գուցե հավանում եք իմ վլոգերը, որ անընդհատ դիտում եք, որը կազմում է 600-ից 800-ից ավել դիտում, իմ փոքր էջի համար դա բավականին մեծ թիվ է, որը կարող եք փաստել նաև դուք, բայց ես դրա հետ մեկտեղ չունեմ ավելացող հետևորդներ, չունեմ լայքեր, չունեմ մեկնաբանություններ, որտեղ դուք կարող եք թողնել ձեր անկեղծ կարծիքը։ Ես ունեմ 1-2 շատ մտերիմ ու հավատարիմ հետևորդներ, չեմ վախենա այդ բառը ասելուց, որովհետև ամեն վլոգիս տակ այդ նույն մարդիկ ինձ թողնում են մեկնաբանություններ, լայքում են, իմիջը ակտիվ են պահում, որի համար անչափ շնորհակալ եմ հենց ձեզ։ Ու այդ մարդիկ կփաստեն, որ ես երբեք իրենց մեկնաբանությունները անպատասխան չեմ թողնում, ինչի հետ կապված ուզում է լինի։ Այնպես որ կարող եք չամաչել ու եթե հետևում եք ինձ ու եթե դիտում եք իմ վլոգները, ապա կարող եք թողնել փոքրիկ մեկնաբանություն վլոգների տակ, որտեղ կհայտնեք ձեր կարծիքը, ձեր դժգոհությունները, ձեր մտքերը ինչու ոչ ու կարող եք նաև կիսվել այն ամենով, թե ինչ կոնտենտ կուզենաք տեսնել իմ ալիքում։ Սա է իրականում մտահոգությունս, ուզում եմ, որ ալիքս ավելի արագ առաջ գնա ու ուզում եմ, որ դրանում դուք ինձ օգնեք։ Բայց միևնույն ժամանակ շատ եմ ուրախանում այն փաստով, որ ճիշտ է ես ու իմ ալիքը շատ փոքր քայլերով ենք առաջ գնում, բայց հաստատուն։ Դա փաստում է այն մասին, որ ինձ միանում են 1-2 հետևորդ ամեն վլոգից հետո ու իրանք ռեալ մարդիկ են, իրանց էջերը fake էջեր չեն, ինձ միանում են ռեալ մարդիկ, որի համար անչափ ուրախ ու երջանիկ եմ։ Ու բայց եթե այս վլոգը եկել է քո ռեկում ու դու ինձ տեսել ես, հավանել ես ու դու հենց այն մարդն ես, որին ես փնտրում եմ ու դու էլ ինձ,
ապա բաժանորդագրվիր սեղմելով զանգակ կոճակի վրա, որպեսզի բաց չթողնես իմ հետագա վլոգները։ Նաև կթողնես քո կարծիքը, որը ես մեծ սիրով կկարտամ։ Ինչևէ, սիրուններս, սա իմ փոքրիկ մտահոգություններ, որով ցանկացա եւս ձեր հետ կիսվել, քանի որ իմ էջը անկեղծության մասին է ու ես ձեր հետ շատ անկեղծ ու բաց եմ, դրա համար նաև կիսվեցի այն փոքրիկ մտահոգությամբ, որը կար իմ մեջ։ Ու այս ամեն ինչի հետ մեկտեղ փոքրիկ որոշում եմ կայացրել ու որով էլ ուզում եմ նաև կիսվել ձեր հետ։ Այսպես ասած, փոքրիկ նորություն ունեմ։ Դուք գիտեք, որ երբ 2026 թվականը դիմավորեցինք, մենք 100 հետևորդ էինք ու այս մեկ ամսվա ընթացքում այսօր արդեն հունվարի 31-ն է, վլոգը կդիտեք այդ օրը, մենք արդեն 131 հետևորդ ենք, ավելացել ենք 31 հետևորդով, էլի եմ ասում, դրա համար շատ երջանիկ եմ ու ուրախ։ Ու այդ կապակցությամբ ու այդ ամեն ինչով ոգևորված ու ոգեշնչված եկել եմ մի որոշման, որ այսուհետ իմ ալիքում շաբաթական կլինի 2 վլոգ։ Ու այդ օրերն են չորեքշաբթին եւ շաբաթը։ Այո, ես որոշել եմ, որ շաբաթական կտեղադրեմ 2 վլոգ, չորեքշաբթի եւ շաբաթ ժամը 9-ին դուք կդիտեք նոր վլոգներ։ Չեմ ուզում, որ ամեն օր վլոգ տեղադրեմ, որպեսզի ձանձրալի լինի, միապաղաղ լինի, նույն թեմայի մասին լինի ու չեմ էլ ուզում ակտիվությունս գցել ու ամիսը 1-2 վլոգ տեղադրել։ Ուզում եմ ստաբիլիզացնել այս ամեն ինչը ու հստակ օրեր ունենան իմ վլոգները, կարծում եմ, որ դա կապահովի եւ դիտելիության բարձրացումը եւ հետևորդներիս ավել բաժանորդագրվելը, մի խոսքով ալիքի բարելավման համար։ Այնպես որ այսուհետ շաբաթը 2 անգամ դուք կունենաք նոր վլոգ դիտելու, կարծում եմ, որ սա իմ հետևորդների համար լավ նորություն էր, սա ձեզ կուրախացնի ու ձեր հանգստյան մի քանի րոպեն ես կլցնեմ դրական էմոցիաներով ու լիցքերով։ Դե իսկ այս սիրուն նոտայի վրա ուզում եմ այս վլոգը եզրափակել ու հասցնել իր դրամապանական ավարտին։ Շնորհակալ եմ, որ այն դիտեցիք մինչև վերջ, սիրում եմ բոլորիդ շատ, անչափ երջանիկ եմ, որ ունեմ ձեզ, ես վստահ եմ, որ մենք միասին կհասնենք այն ամեն ինչին, որ պիտի հասնենք։ Մի խոսքով շատ երկար ճար ստացվեց, մի փոքր խառը ճար ստացվեց, բայց ամեն դեպքում ստացվեց այն, ինչ որ ստացվեց։ Այնպես որ սիրում եմ բոլորիդ շատ։ Շնորհակալ եմ, որ վլոգը դիտեցիք մինչև վերջ ու եթե հավանեցիք այն, ապա չմոռանաք թողնել ձեր անկեղծ կարծիքը ու եթե դեռ չեք բաժանորդագրվել, բաժանորդագրվեք սեղմելով զանգակ կոճակի վրա, որպեսզի բաց չթողնեք մեր հետագա վլոգ։